Բարև ձեզ հետ Կարենն է, սա 2025 թվականի հոկտեմբեր ամիսն է, աշուն իհարկե, ես վերջերս կազմել եմ մի հայերեն ծրագիր, կարծում եմ օգտակար, որի լինքը իհարկե կթողնեմ այս տեսանյութի ստորին մասում, որպեսզի դուք նույնպես կարողանաք օգտվել, ծրագիրը թերևս այնքան էլ մեծ ծավալի ծրագիր չէ, հասարակ բնույթի, բայց ինձ այնքան էլ հեշտությամբ չտրվեց կազմելը, հիմա ամիջապես ներկայացնեմ ինչ է այն իրենից ներկայացնում և ինչ ֆունկցիա է կատարում, այն ունի այս տեսքը, այսպես կազմված է սկրիպտով, գործարկում ենք ծրագիրը, այն ունի այս տեսքը, իրենից ներկայացնում է ձեր ծախսերի հաշվառման հետ կապված ծրագիր, որը թույլ է տալիս մուտք անել ձեր ծախսերը ըստ ամսաթվի, այնուհետև այն վեր է լուծում ինքը ներքին իր հաշվարկով, ես նաև ծրագրի կազման հետ կապված տեղեկատվություն ձեզ կներկայացնեմ և համապատասխան գրաֆիկ է դուրս բերում դիագրամների տեսքով, ավելի պարզ եթե ասեմ, ամսաթվերի կտրվածքով ձեր ծախսերը դիագրամի տեսքով ներկայացնում են, հիմա փորձենք, որ ավելի վիզուալ տեսնելու համար մուտքագրենք կոնկրետ մեր կատարած գնումները և փորձել այս կոճակով պատկերել դիագրամը և վիզուալ կերպով տեսնել մեր ծախսերը, գնացինք։ Այստեղ ուշադրություն դարձրեք, որ յուրաքանչյուր գնման դեպքում ես փոխում եմ ամսաթիվը, որպեսզի պարզ լինի, թե որ օրում ինչ ծավալի մենք գնումներ ենք կատարել։ Իհարկե այստեղ նշեմ, որ գները պայմանական եմ նշում։ Ենթարկենք այսքանով սահմանափակվում է մեր գնումները, հիմա տեսնենք մեր կատարած ծախսերի վերաբերյալ վիզուալ ինֆորմացիան, սեղմում ենք մուտք կատարելուց հետո պատկերել դիագրամ կոճակը և տեսնում ենք, ինչպես տեսնում եք, մեր կատարած ծախսերի քանակը ծավալը ըստ դիագրամների, յուրաքանչյուր ամսում ցույց է տրվում մեզ մոտ, թե ինչ ծավալի գնումներ է կատարվել։ Համապատասխանաբար մենք տեսանք ամսվա 5-ի հետ կապված ես մուտք արեցի մի քանի տվյալ, մնացած ծախսերի դեպքում ավելի քիչ օրերի դեպքում ծախսեր են կատարվել և համապատասխան տեսքով ձեզ ներկայացվեց դիագրամը։ Այս գործառույթն է կատարում իմ կազմած ծրագիրը, այստեղ about բաժին կա, որը հակիրճ նշում է ծրագրի հետ կապված ծանոթություն և ընդհանուր տեղեկատվություն ծրագրի մասին, իհարկե սիրողական մակարդակով է բնականաբար ինչպես տեսնում եք դուք կազմվել, եթե մենք հիմա սեղմենք ամեն անգամ ինքը բացելու է նախորդ ներմուծված տվյալները, որպեսզի այս տվյալները ջնջվեն, ուղղակի սեղմում ենք ջնջել կոճակը և ամիջապես մեր տվյալները ջնջվում են, հիմա մեր դիագրամը արդեն կլինի դատարկ և կարող ենք կրկին ներմուծել մեր տվյալները։ Այսքան է ծրագրի ծանոթության հետ կապված ինֆորմացիա, կարծում եմ հետաքրքիր ծրագիր է, եթե կան կարծիքներ կարող եք նշել կոմենտներում։ Ինչպես ասացի, ծրագրի լինքը կթողնեմ այս տեսանյութի տակ, այսպիսի նախագծեր, քանի որ այնքան էլ հեշտ չի ստացվում ծրագրավորմանը ինձ մոտ ժամանակ տրամադրել, թերևս այնքան էլ հաճախ չեն լինի, բայց ես կաշխատեմ, որ լինեն նմանատիպ նախագծեր իմ էջում։ Կարծում եմ պարզ է, ծրագիրը կազմված է ֆորմայից, համապատասխանաբար ստեղծված են տեքստային դաշտեր, լեյբլներ, այս մասով ինչպես տեսնում եք դուք լեյբլներ են նշված, այս մասով .tray օպցիա է նշվում, այստեղ button կոճակ է նշվում, դիագրամների պատկերումը ակտիվացվում է նաև Visual Studio-ի կողմից համապատասխան լինքով Form Visualization Net մասից օպցիան, որպեսզի գործի, այնտեղ ավելացնել գրանցումը կատարվում է string և file մեթոդների միջոցով, ավելի կոնկրետ եթե ասեմ իրականացվում է file append all text դրամանով ավելացվում են գրառումները, ինչպես օրինակ սահմանվում է զանգված, որին վերագրվում է ընդհանուր մեր տեղեկատվությամբ text անվամբ file-ը, file delete մեթոդով ջնջում
պահանջվում են տվյալները, ֆայլերը ընթերցվում են file read all lines մեթոդով, դրա բարդության մեջ չխորանալու համար ուղղակի այսքանով սահմանափակեմ եւ իհարկե application exit մեթոդով ծրագրից դուրս են գալի, ահա այս exit կոճակով, այսքանը, եթե տեսանյութը ձեզ համար օգտակար էր կամ պիտանի դրեք like, բաժանորդագրվեք իմ ալիքին հետագա տեսանյութերը բաց չթողնելու համար, ձեզ հետ Կարենն էր, մի շնորհ հանդիպում։